Վրաստանի դատախազությունը քրեական գործ հարուցեց 10 անձի կազմակերպված խմբի կողմից այսպես կոչված քոլ-ցենտրերի հետ կապված խարդախության եւ փողերի լվացման մեղադրանքով։ Այս մասին տեղեկանում ենք դատախազությունում կայացած ճեպազրույցից։ Ինչպես նշում են դատախազությունում, Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեին, որը թաքնվում էր, եւ նրա հանցավոր խմբի անդամները Դավիթ Միքայաձեի, Իրակլի Սեխնիաշվիլիի եւ Միխայել Չոխելիի դեմ հեռակա կարգով մեղադրանք կառաջադրվի։ Նույն քրեական գործով ձերբակալվել է կազմակերպված հանցավոր խմբի անդամը Էլիսո Կիլաձեն։ Այսօր խորհրդարանում նախատեսված է տարածաշրջանային զարգացման նախարարի Կախաբեր Գուլեդանիի լսումները։ Նախարարը հանուն Վրաստանի կուսակցության անդամներին կողմից կանչվել է հարցաքննության միջոցով։ Պատգամավորները հարցեր ունեն նախարարության աշխատանքի վերաբերյալ, հատկապես այն բանից հետո, երբ 2025 թվականին տարածաշրջանային զարգացման ուղղությունը առանձնացվեց ենթակառուցվածքների նախարարությունից։ Գախարիայի թիմի անդամները հետաքրքրված են նաև, թե ինչ ծրագրեր ունի նախարարությունը 2026 թվականի համար։ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախկին նախարարի հարցաքննությունը տևել է 8 ժամ։ Վրաստանի նավթի եւ գազի կորպորացիայի նախկին ղեկավարը նույնպես կանչվել է բաց։ Ինչպես հայտնի է, Լևան Դավիթաշվիլին եւ Գյորգի Չիկովանին հարցաքննվել են խոշոր նավթային ընկերություններից մեկի հետ կնքված պայմանագրի կապակցությամբ պետական անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում։ Պետական անվտանգության ծառայությունը արձագանքում է Լևան Դավիթաշվիլիի մեկնաբանությանը։ Բացում հայտարարել եմ, որ Լևան Դավիթաշվիլիի տված հարցազրույցում առկա է երկու էական անճշտություն։ Դավիթաշվիլին հակակոռուպցիոն գործակալությունում էր հարցաքննության կոնկրետ քրեական գործով եւ ոչ թե հանդիպման հարցեր քննարկելու համար։ Հարցաքննության ժամանակ ռիսկերի հետ կապված հարցերը վերաբերում էր Վրաստանի գազամատակարարման եւ կնքած պայմանագրով Վրաստանի համար պայմանների վատթարացմանը, ինչի վերաբերյալ ընթանում է հետաքննությունը եւ ոչ թե Եվրամիության գազամատակարարմանը։ Այս ուղղությամբ ռիսկերի մասին հարցաքննության մեջ ոչ մի բառ ասված չէ։ Եթե լինեն նմանատիպ այլ մեկնաբանություններ, կեղծ տեղեկություններ կամ շահարկումներ, այս առնչությամբ մենք պատրաստ ենք հարցաքննված անձի համաձայնությամբ հրապարակել հարցաքննության արձանագրությունը, հայտարարում են բացում։ Խաղաղության բանակցությունների մասնակցող ուկրաինական պատվիրակությունը այլ կարծիք ունի այն մասին, թե որքան արագ պետք է համաձայնության հասնի Ռուսաստանը։ Հրապարակման համաձայն Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը կոչ է անում Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ հասնել, չնայած ուկրաինական պատվիրակության մի մասը դեմ է դրան։ Մասնավորապես Կիրիլ Բուդանովի գլխավորած մի կողմը կարծում է, որ Ուկրաինայի շահերը լավագույնս պաշտպանում են Միացյալ Նահանգների գլխավորությամբ արագ համաձայնագրով։ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ տարաձայնությունները շարունակվում են։ Հունգարիայից, Հունաստանից եւ Մալթայից հետո խոչընդոտ են դարձել նաեւ Իտալիան եւ Իսպանիան իրենց դիրքորոշումներով։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով Իտալիան եւ Հունգարիան հատուկ մտահոգություն են հայտնել վրացական Կուլևի նավահանգիստը սև ցուցակում ներառելու նախաձեռնության վերաբերյալ։ Աղբյուրները Իտալիայի դիրքորոշումը բացատրում են նրանով, որ այս նավահանգիստը նաև մատակարարում է ադրբեջանական գազ, որը դարձել է Եվրոպայի հիմնական էներգետիկ ռեսուրսներից մեկը։ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը նշում է, որ ապրիլի 12-ին նախատեսված ընտրություններում սպասվում է աննախադեպ միջամտության Կիև-Բրյուսել-Բերլինի կողմից։ Պետեր Սիարտոյի խոսքով երեք երկրները պատրաստ են անել ամեն ինչ Հունգարիայում կառավարությունը փոխելու համար։ Նախարարը նշել է, որ ընտրությունների միջամտությունը ներառում է նաև Ուկրաինայի կողմից Հունգարիա նավթի մատակարարման ընդհատումը։ Նրա խոսքով Հունգարիան եւ Սլովակիան դիմել են Խորվաթիային ապահովելու ռուսական նավթի ծովային փոխադրումը համապատասխան Եվրամիության կանոններին։ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում։
Օմանի միջնորդությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները առաջնահերթ են գրանցել, չնայած դեռ շատ աշխատանք կա կատարելու։ Աբբաս Աղարչիի խոսքով առաջընթացը չի նշանակում, որ շուտով համաձայնության կհասնենք։ Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարությունը սահմանել է 2026-2027 ուսումնական տարվա նոր պետական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման պայմաններն ու դրույթները։ Ընդհանուր կրթության մասին Վրաստանի օրենքում փոփոխություններ են կատարվել դպրոցական տարիքի վերաբերյալ։ Մասնավորապես 2026-2027 ուսումնական տարում առաջին դասարան կարող են գրանցվել այն երեխաները, որոնք սեպտեմբերի 15-ին կդառնան 6 տարեկան։ 2026-2027 ուսումնական տարվանից սկսված փոփոխություններ կկատարվեն նաև առաջին դասարանցիների գրանցման գործընթացում։ Համընդհանուր գրանցման մեկնարկից առաջ ավելացվել է տարածքային սկզբունքով գրանցում երրորդ փուլը, որը նպատակն է մեծացնել աշակերտների համար իրենց բնակության վայրի մոտ գտնվող պետական դպրոց ընդունվելու հնարավորությունը գրանցումը։ Տարածքային սկզբունքով գրանցման փուլը կներառի 12 քաղաք։ Դրանք են Թբիլիսի, Քութայիսի, Բաթումի, Ռուսթավի, որոնք բաժանված են դպրոցական շրջանների եւ Փոթի, Զուգդիդի, Թելավի, Ամբրոլաուրի եւ Ախալցիխա, Օզուրգեթի, Մցխեթա եւ Գորի, որոնք սահմանափակված են վարչական սահմաններով։ Թբիլիսի քաղաքում դպրոցում դպրոցական շրջանների վարչական սահմաններում բնակվող աշակերտները նույնպես իրավունք կունենան գրանցվել հարակից դպրոցական շրջանների դպրոցներ, որոնք գտնվում են իրենց բնակության վայրից ոչ հեռու, քան 1 կիլոմետր հեռավորությունը։ Երրորդ փուլում գրանցումը կիրականացվի պետական ծառայությունների զարգացման գործակալության էլեկտրոնային տվյալների բազայում ըստ աշակերտի գրանցման հասցեի 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ։ Թբիլիսին հյուրընկալում է միջազգային ֆորում։ Սա հյուրընկալության ոլորտի զարգացման եւ միջազգային ներդրումային համագործակցության ամրապնդմանը նվիրված առաջին մասնագիտական հարթակն է։ Միջոցառումը միավորում է հյուրանոցային օպերատորներին, միջազգային ապրանքանիշերին, կառուցողապատողներին, ներդրողներին, ֆինանսական հաստատություններին եւ պետական հատվածի որոշում կայացողներին։ Նրանք քննարկում են Վրաստանում եւ տարածաշրջանում ընթացիկ եւ պլանավորված ներդրումային ծրագրերը։